Վազգեն Սարգսյան, Սպարապետի ճանապարհը։ Վազգեն Սարգսյանը հայ ժողովրդի նորագույն պատմության ամենանշանավոր գործիչներից մեկն է։ Նա ոչ միայն ռազմական հրամանատար էր, այլ նաև պետական գործիչ, որի անունը կապված է Հայաստանի բանակի ստեղծման եւ Արցախյան պատերազմի հաղթանակի հետ։ Յուրաքանչյուր շրջանից, եթե ընդամենը 10-15 տղա գա, մենք կունենանք 500 հոգանոց մի զորագունդ։ Այդ զորագունդը պիտի կրվի ամենավտանգավոր տեղում, որտեղ ապրել մեռնելու հավանականությունը 50%-50%-ի նկատմամբ է։ Հայ ժողովուրդը նրան հիշում է մեկ անունով՝ Սպարապետ։ Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին Արարատի մարզի Արարատ գյուղում։ Նա սովորել է Երևանի ֆիզիկական կուլտուրա ինստիտուտում եւ սկզբում աշխատել որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։ Երիտասարդ տարիներին զբաղվել է նաև գրականությամբ եւ լրագրությամբ։ Նրա հոդվածներն ու պատմվածքները տպագրվել են տարբեր ամսագրերում, սակայն 1988 թվականից սկսված Ղարաբաղյան շարժումը ամբողջությամբ փոխեց նրա կյանքի ուղին։ Երբ հայ ժողովուրդը պայքար սկսեց Արցախի ինքնորոշման համար, Վազգեն Սարգսյանը դարձավ այդ պայքարի ակտիվ մասնակիցներից մեկը։ Այդ տարիներին Հայաստանը դեռևս չուներ կազմակերպված բանակ, եւ երկրի պաշտպանությունը մեծ մասամբ իրականացվում էր կամավորական ջոկատների միջոցով։ Վազգեն Սարգսյանը մեծ դեր ունեցավ այդ ջոկատների կազմակերպման եւ միասնական ուժի վերածելու գործում։ Սիրո ալիքի վրա, փոխադարձ վստահության ալիքի վրա, ողջերության ալիքի վրա։ Հաղթանակի կենաց Աստված։ Ողջունիկ, հաղթանակի կենացը։ Արավ երկու տեղին, ավել հջոյին, արավիր լամբի մեջ մտագոդեմա։ Պատերազմի ընթացքում ես գործել եմ լավագույն ընկերներին։ Ես այս պատերազմին տվել եմ ինչ որ կարող էի տալ, ձեռք եմ բերել հպարտություն։ 1991 թվականին, երբ Հայաստանը անկախացավ, ստեղծվեց Հայաստանի Հանրապետության բանակը։ Վազգեն Սարգսյանը նշանակվեց պաշտպանության նախարար եւ դարձավ հայկական բանակի հիմնադիրներից մեկը։ Նրա գլխավոր նպատակը պարզ էր՝ ստեղծել ուժեղ եւ կարգապահ բանակ, որը կկարողանա պաշտպանել հայրենիքը։ Արցախյան առաջին պատերազմի տարիներին հայկական ուժերը ծանր եւ վճռական մարտեր էին մղում։ Այդ դժվար ժամանակահատվածում Վազգեն Սարգսյանը դարձավ բանակի գլխավոր առաջնորդներից մեկը։ Նրա կազմակերպչական կարողությունները եւ վճռականությունը մեծ դեր խաղացին պատերազմի ընթացքի վրա։ Հայկական ուժերը կարողացան պաշտպանել Արցախը եւ հասնել ռազմական հաղթանակների, որոնք հետագայում դարձան պատմական։ 1994 թվականին ստորագրվեց հրադադար եւ այդ ժամանակ արդեն Վազգեն Սարգսյանը դարձել էր Հայաստանի ամենահարգված եւ ազդեցիկ առաջնորդներից մեկը։ Ժողովուրդը նրան կոչում էր Սպարապետ, բարձր գնահատելով նրա ծառայությունները հայրենիքի պաշտպանության գործում։ Պատերազմից հետո Վազգեն Սարգսյանը շարունակեց իր գործունեությունը քաղաքական դաշտում։ Նա մի քանի անգամ եղել է Հայաստանի պաշտպանության նախարար, իսկ 1999 թվականին նշանակվեց Հայաստանի վարչապետ։ Նրա գլխավոր նպատակը ուժեղ եւ կայուն պետություն կառուցելն էր։ 1999 թվականի խորհրդարանական ընտրություններում նրա գլխավորած քաղաքական ուժը մեծ հաղթանակ տարավ։ Այդ ժամանակ շատերը կարծում էին, որ Վազգեն Սարգսյանը կարող է երկար տարիներ կարևոր դեր ունենալ Հայաստանի զարգացման մեջ։ Սակայն նույն տարվա հոկտեմբերի 27-ին տեղի ունեցավ ողբերգություն, որը ցնցեց ամբողջ երկիրը։ Զինված խումբը ներխուժեց Հայաստանի ազգային ժողով եւ կրակ բացեց նիստերի դահլիճում։ Այդ ահաբեկչության հետևանքով սպանվեցին մի շարք բարձրաստիճան պետական գործիչներ, այդ թվում վարչապետ Վազգեն Սարգսյանը։ Այս իրադարձությունը դարձավ Հայաստանի նորագույն պատմության ամենացավալի էջերից մեկը։ Վազգեն Սարգսյանի մահը մեծ կորուստ էր ոչ միայն քաղաքականության, այլ նաև ամբողջ ժողովրդի համար։ Նրա հիշատակը մինչև այսօր հարգվում է Հայաստանում։ Վազգեն Սարգսյանը հետմահու արժանացավ Հայաստանի ազգային հերոսի կոչմանը։ Նրա անունով են կոչվել փողոցներ, դպրոցներ եւ տարբեր հաստատություններ։ Նրա շիրիմը գտնվում է Եռաբլուր զինվորական պանթեոնում, այնտեղ, որտեղ հանգչում են Հայաստանի լավագույն հերոսները։ Վազգեն Սարգսյանի կյանքը օրինակ է հայրենասիրության, ուժի եւ պատասխանատվության։ Նա այն մարդկանցից էր, ովքեր դժվար ժամանակներում կանգնեցին ժողովրդի կողքին եւ իրենց կյանքը նվիրեցին հայրենիքի պաշտպանությանը։ Սպարապետի անունը մնացել է հայկական պատմության մեջ որպես պայքարի, հաղթանակի եւ պետականության խորհրդանիշ։